Պարոն Հեքիմյան, դուք մի քանի պատերազմների եք մասնակցել, ինչ կասեք այսօրվա հետ կապված, գիտեք, որ կառավարության որոշմամբ այսօրը… Դուք ինչ կառավարություն, Արշիկ ջան, կառավարություն մենք չունենք, եթե կառավարություն մենք 30 քանի տարի ադումներով պայեցինք, մեզ սանտիմ մենք հող չենք տվել, ինչ կառավարություն, կառավարությունները որ մեր գրաված հողերն օրեն ետա, ճաշված կան զոհերը, իրար ելույթներից հլեն ելույթները հիշեք, որ կրնայ պատերազմը դադարեցնի առանց զոհերի, բայց ինչի չդադարեցրել առանց զոհերի, զոհերն էր քեզի պետք, ինչ կառավարության մասին է խոսքը։ Հիշատակման օր են, այսօրը հիշատակման օր է Արցախյան բոլոր պատերազմներում հայրենիքի համար կյանքը տված նահատակների համար։ Շատ մեծ բան է, շատ լավ է, բայց ինչի իսկան տարի ուշ։ Այդ տոնը այդ տոն չէր, հիշատակման օրը միշտ դեղներ, շուտ դեղներ, ոչ թե երկերը արդեն մասնատված վիճակում է, որ հիշեն որ դիպուտ։ Զավազներին հիշեն, անպարգած են, որն են հիշեն։ Պարոն Հեքիմյան, դուք 3 պատերազմների միջով եք անցել, ինչքանով եք հավատում խաղաղությանը և ինչ խաղաղություն, թուրքը ցախ կյանքը խաղաղել է։ Մեծական խորատակակ այդ Թուրքիի հետ ընկերությունները, բայց փեդը մի քիչ։ Ինչ կնաս։ Նամանավանդ այս մեր պակալենին, որոնք որ պատերազմի են մասնակցել, այս 30 տարին, այս պատերազմի անց, որը ընդհանրապես բոլորը, հելեցենք Արշիկ ջան, ասպես վերցնենք։ Եղերնը հասկացանք, մենք չենք տեսել, մենք լսել ենք։ Այսինքն մեր աչքով ենք տեսել իրանք ինչու են ընդունակ։ Կտրել, սպանել, աղջիկ, երեխա, կին, ծեր։ Այդքան բանը դուք աչքով տեսնես, հետո ասես, դու բարեկամություն ես, ինչ ակերում։ Արի բարեկամություն ունենք։ Ինչ կապ ենք սկան տարի հանգիստ, իրանք իրաց տարածքն են, մենք մեր տարածքն։ Այդ մարդու հետ կնաս բարեկամություն ունես։ Աչքի դարաչը ինչ որ տեսել ես դու այդ։ Այսինքն մի սախ ես ոնքոր ելել են ձեռները տնկել են խաղաղություն կուզեն, ինչ խաղաղություն կուզես։ Ես զենքով դու առանց զենք, արինձ հետ բարեկամություն երա։ Հնարավոր է։ Ինչ բարեկամությունն է, որին բարեկամություն։ Տեսնում ենք, որ Հայաստանի ռազմական բյուջեն կրճատվում է։ Հետո կրճատվի, ինքը Թուրքին զակած կինի։ Կրճատվի բյուջեն։ Դուրս մեկը կրճատի, երկու այսօր տարի կեսը կրնակս դարձնել տարիմ կամ դիզե բանակ չեղնի տոնոք տիրությունն են սամանների տարի կեսը դերախել միջև կերտա միջև բան 6 ամիս կանցնի այդ մեր տարին ենք ինչ կլինի որպես պատերազմի մասնակից ինչ կասեք որն էր անկախությունից ի վեր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանը ամենամեծ ձեռքբերումը պատերազմում ենք հաղթել ենք, հողերը գրավել ենք, մի սանտիմը չենք տվել։ Իրիկ էր մեր ձեռքբերումը։ Նորից հետո մենք ձեռքբերում չենք տվել։ Ինչ ձեռքբերում։ Ինչ արած։ Կանոնավոր բանակի ստեղծում։ Կանոնավոր բանակ չկա։ Կանոնավոր բանակ սպարապետն է ստեղծել կանոնավոր բանակ էր, նորից հետո դեռ քանդվավ կանոնավոր բանակը։ Էլի կանոնավոր բանակ։ Որ բանակի մասին խոսանք։ Վաղը բանակի 34-րդ տարեդարձն է։ Վազգենը ստեղծեց աղբեջան։ Հա, 2 տոն։ Բայց ինչ բանակ չկա մե։ Աշկերտորս ենք տեսել, ինչ բանակ։ Բանակը քանդեցին, բանակը մասնադեցին, մանդր քանդեցին, հավասարեցին հողը։ Բանակ չկա։ Իսկ կարող ենք ասել, որ այսօր հիշատակման օրը այսպես հատուկ անդրադառնալով այսօրվան Նիկոլ Փաշինյանը փորձեց վաղվա օրը այսպես ուշադրության կենտրոնից դուրս մղել։ Անամոթի նման էլի կնացել է, ինչի կնացել երաբլուր, էլի կերտա երաբլուր։ Պետք ինչ երեսով կնացել մդարը երաբլուր։ Դու դեր խանց գլուխը կերած կնացել մդարը երաբլուր։ Մի հատ մլը խորը տադեք։ Ինքը այն խոսքից հետո ինքը ամբիոնից ցավ է։ Կրնանք պատերազմը դատարեցնենք առանց զոհերի։ Եթե դատարեցնենք առանց զոհերի, երեխեք ունեք կային զոհեր չենք ունենա։ Բայց ինքը չդատարեց որ անպայման զոհ ունեն։ Ու արդյունքի չասավ։ Այդքան զոհերն ունենալուց հետո ինքը հողեր տվավ։ Ինչ կնանք մենք խոսակ այդ մարդու մասին։
Ինչ լավն ենք տեսել կամ ինչ պիտի հասկանանք։ Շատ են ձեր մարտական ընկերները, որոնց պատերազմի դաշտում եք կորցրել։ Հա։ Շատ են ձեր ընկերները, որոնց մարտի դաշտում եք կորցրել։ Դա սաղ բարգազ է։ Դարես բարգազները սաղերներ մարտի դաշտ կորցրած ընկերներն։ Շատերն էլ ասենք որը ընտանեկան է, որը գյուղերն են։ Այդ շատերն են։ Շուտ նամանավանդ Շիրակի մարզը շատ զոհ է տվել։ Ու Շիրակի մարզը պես կարողը չի եղել։ Դեմ ամեր կերկորան է թես պարապետը սանեք, այդ Շիրակի մարզը ուրիշ արդյունք ունի։ Ոտ պատահական չեն ները բերե թաղել։ Սաղ պատերազմի ուն մասնակիցներն են։ Սաղ զոհված կան հատուկ են պատերազմից հետո։ Այդտեղ ունենք պատերազմից հետո է, Մերդոն է պատերազմից հետո, Յուրան է պատերազմից հետո, ու ասպես հետագայում ով ցանկություն ունի իր վախճանը գալու ժամանակ կա ընկերների կողքը։ Շատ մարդիկ ունի։ Օրինակ մեկը ես հոսատներ նրա բերեք տղոց կողքը։ Ես ընտանեկան գերեզման մեջ։ Ես եմ ընկերներիս կողքը։ Դերը շատ։ Ես մեր մարտական ընկերների կողքը։